Պարոն Պետրոսյան, մինչ այս պահը ինչպիսի խախտումներ են արձանագրվել, ընդհանուր ինչպիսին է ընտրությունների արդյունքները։ Արդյունքները 17:00-ի տվյալներով ունենք, եթե հանկարծ թիվ չվրիպեմ, կարող եմ ասել ձեզ 25374 էր, եթե չեմ սխալվում, հիմա ավելի հստակ ասեմ 25374, որը ընտրելու իրանք ունեցողների մոտավորապես 36.6%-ն է, դրանից Էջմիածին քաղաքում 14978-ը, Խոյ համայնքում 10396-ը, որը կարծում ենք նախորդ ընտրություններն ենք վերցնում ուղենիշ մեզ համար, որպեսզի պատկերացնենք շատ բարձր արդյունք է։ Գնձին զանգեր ստացել եք, եթե այո, ինչպիսի խախտումների մասին է խոսքը։ Ցուցակում իրենց անունները չհայտնաբերելու նման տեխնիկական բնույթի բաներ են եղել թեժգծով մեր ստացած զանգերը, իսկ ընդհանուր անդադ շատ ստանում ենք, չեմ ուզում կրկնվեմ, հիմնականում նույնաբովանդակ են, բայց մի ծանր դեպքի մասին լսեցի, որը նույնիսկ մեր կայքում տեղադրված է, որ կրկնակի քվեարկության մեկ դեպք արձանագրվել, կարծես թե հաստատվել այդ տեղեկատվությունը, եղել են դեպքեր, որ բաց քվեարկության Ներեցեք հաջողվել է երկրորդ անգամ եւս մասնակցել քվեարկության, թե ուղղակի փորձ է եղել։ Երևի փորձ է եղել, որ հայտնաբերվել է, դեպքեր կան, երբ որ մարդիկ քվեախցի հետևից դուրս են գալի ծրարում չդրված փաթեթով, դրանք հիմնականում տարեց մարդիկ են, բայց հնարավոր է նաև դեպքեր կան, լսել եմ եւ մեր էջերում դնում ենք, ուղղակի ոչ մի պնդում չեմ ուզում անեմ, քանի դեռ մենք վերջնական մոնիտորինգ չենք արել, հասկանում եք, այս արտակարգ ռեժիմի պայմաններում հնարավոր չի բոլորը նայել ու սենց ոնց որ վերձիկտով ասել, թե ինչ է իրականում։ Նախնական բաներով երևում է, որ նույնիսկ հանձնաժողովի նախագահները կամ անդամները դրան ուշադրություն չեն դարձնում, կհորդորեի, կխնդրեի, կոչ կանեի, որ նամանանդ այս խնդիրներ ունենում են մեր ծնողները, մեր տատիկ պապիկները, իրենց հենց այլ ավելի ուշադիր լինեն, դրան շքամուտքի մոտ դիմավորեն, որովհետև նամանանդ եթե նրանց հետ ուղեկցողներ չկան, հաստատ շանսը շատ մեծ է, որ չեն կողմնորոշվելու, ինչ անեն, ոչ թե թողնեն քվեարկի, դուրս գա, հետո նոր բան անեն։ Խախտումները ասում եմ բազմազան են, բնականաբար օրվա վերջ էլ ավելի մանրամասն ենք պատրաստ տրամադրել, իսկ վերջնական արդյունքները գիտեք, մենք ժամանակ ունենք, հաստատ ամփոփիչ մեր հաշվետվությամբ կներկայացնենք։ Պարոն Պետրոսյան, խնդիրը ո՞րն է, մարդիկ իրազեկված չեն, թե այս process-ը ինչպես է իրականանում, դրա համար են այս խնդիրները ի հայտ գալիս, թե փորձում ինչ-որ միջնորդության իրազեկվածության պակաս բնականաբար կա, մեր դիտորդական առաքելությունն էլ բազմիցս տարբեր հարթակներով փորձել է հնարավորինս բացատրել, թե ինչպիսին է process-ը, ինչ պետք է դրսևորեք, ինչպիսի փաստաթուղթ ունենաք, բայց ասում եմ, հիմնականում են շփոթներ առաջացրած դեպքերը իմ մոտ անմիջապես տպավորություն են թողնում, քանի որ հիմնական մասը տարեց մարդիկ են եւ բնական տարիքով պայմանավորված, գիտենք մեր բոլորի տատիկ պապիկներն էլ ինչ-որ չափով արդեն իրականությունից աստիճանաբար շեղվում են ու տեսնում ես, որ դժվար է քայլում, խնդիր ունի, չի կողմնորոշվում ինչ միջավայրում է մարդը, բայց ինքը բացարձակ լրիվ իրավունքների տիրապետող, այսինքն ոչ էլ հնարավոր է այդ մարդկանց ասել, որ ձայն իրավունք չպետք է ունենան, էլի։ Նշվել է, որ ցանկացել են հայակվեին զրկել դիտորդի այդ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից, ինչի հետ է կապված եղել խնդիրը, ինչու են այդքան ընտրությունից ընդամենը մի օր առաջ։ Տեսեք, իրազեկ քաղաքացի դիտորդական առաքելությունը Դանիել Լեոնիսյանի ստորագրությամբ, եթե չեմ սխալվում, դիմում էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի դադարեցնեն։ Ըստ իրեն մեր հայաքվե ազգային քաղաքացիական միավորման
մի քանի անդամներ քաղաքական չեզոքության սկզբունքը խախտել են եւ հետնել վիդեոներին ներկայացրել որպես ապացույց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իմ կարծիքով շատ ճիշտ վարվեց առաջի մասով, որ մերժեց այդ դիմումը վարույթ ընդունել, բայց ունեցած ճիշտ ասած իրենց այն մյուս ՀԿ-ի անունները խառնում են, պատկերացրեք, որ գիշերը 3:30 նոր ավարտվել այդ վարույթները, երբ որ սկսվել էր 17:00-ից, մոտ 10 ժամի չափ այդ վարույթը իրականացվել է, որը իմ կարծիքով ԿԸ-ի պատմության ամենամեծ ու երկար վարույթներ, չնայած պետք է այդքան մեծ նշանակություն չտային, ավելի կարևոր բաներ են եղել, ընտրություններ, հաշվարկներ եւ այլն։ Մի խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստի արդիվ հարուցեց վարույթը արդեն ըստ իր նախաձեռնության եւ ներկայացվեցին այդ Transparency կողմից էր ներկայացվել, անունը ուղղակի շփոթեցի, այդ փաստերն էին ներկայացնում, որոնց մեջ ընդհանրապես որևիցե ուժի նկատմամբ, որևիցե քարոզ կամ որևիցե ուժի նկատմամբ հակաքարոզ մեր թիմի անդամներից որևիցե մեկը չէր նկատել, համենայն դեպս մենք ներկայացված էինք արդեն մեծ թիմով գիշերվա 12-ի կողմերից սկսած, որևիցե մեկը չունեցավ այն համոզմունքը, որ կա, այնուամենայնիվ եկանք հայտարարի, որպեսզի հանկարծ որևիցե խնդիր չառաջանա, այդ մարդիկ, ովքեր որ վիդեոներում կային, իրանք ուղղակի ընտրատեղամասերում չլինեն, բայց մասնակցեն մնացած բոլոր դիտորդական գործողություններին ու արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չմերժեց մեր դիտորդական առաքելության գործունեությունը։ Պարոն Պետրոսյան, մամուլում կադրեր հայտնվեցին, թե ինչպես է մի քաղաքացի փորձել մյուս թերթիկները, որոնք որ անպիտան են, այսպես ասած, իր հետ դուրս հանել ընտրատեղամասից։ Դուք այս դեպքի մասին լսել եք դա։ Լսել եմ, բայց վիդեոն չեմ նայել, ճիշտն ասած, չեմ կարող ասել, որովհետև հնարավոր է եւ մարդը շփոթված լինի, ինչ-որ մտքերով լինի, հնարավոր է միտումնավոր է հանել, բայց քանի չեմ տեսել, գոնե իմ համար չեմ կարող նույնիսկ ենթադրություն անել։ Ուղղորդման դեպքերի մասին եւս։ Ուղղորդման դեպքերել ենք լսել ենք, որ նույնիսկ խցիկից խցիկ թվեր են հայտարարել, բայց քանի որ դրանք կարան բերեն շատ ծանր հետևանքների, չեմ ուզում այս փուլում պատասխանատվություն վերցնեմ եւ պնդումներ անեմ, կնայենք միգուցե ճիշտ է այդ լուրը, միգուցե թվացial լուրը, միգուցե այլ տեղից այդ ձայնը գալիս, մինչև գոնե ներքին համոզմունք չունենամ, այն ինչ որ կա հաստատ բաց տալիս ենք մամուլին, թող տեղադրեն, որ դա նաև կզգաստացնի մյուսներին, որ այլ ավելի ուշադիր լինեն։ Այն ինչը որ ես կհասկանամ, որ իմ ներքին համոզմունքը ձևավորել եմ, այդ մասին կբարձրաձայնեմ, խնդիր չունեմ։ Կապված, օրինակ, չէ 50 մետրի դեպքում, եթե 50 մետրը չի գերազանցում, պետք է պաստառը հեռացնել։ Նման դեպք կա։ Կա իհարկե, եթե չեմ սխալվում, 14-10 ստեղ շատ մոտակայքում է գտնվում, հենց այդտեղ նույնիսկ շտաբը կա, համարներն ու անունները չեմ հայտարարում դիտավորությամբ, քանի որ կարող է պատահի ինչ-որ մեկի մտքով անցնի, ասի չեզոքությունը խախտում եք, եթե գնաք ինքներդ կտեսնեք, կարձանագրեք։ Էլի տեղ կար, ես այսօր գյուղական համայնքներից երկուսում եմ եղել անձամբ, որտեղ էլի ակնհայտորեն կողմերից մեկի պաստառը սահմանված ձևաչափով կախված էր, բայց գտնվում էր այդ 50 մետրի արգելքի խախտման տիրույթում եւ զարմանալի էր, որ մեկ այլ տեխնացու էլ ոնց որ փոխադարձ բերել էր իր մեքենան էր կանգնացրել, տեխնացուի վստահված անձ, որի վրա իրանց գովազդներն էր, ոստիկանները անմիջապես միջամտել էին, հանել են։ Հետագան էլ չիմացա, պայմանավորվել են, որ պետք է գային հանեին նաև այդ պաստառը, իմացա միայն, որ 1 ժամ հետո չէին հանել, ոնց որ պայմանավորվել են, դրանից հետո էլ չեմ կարող ասել։